Սունկի ապուրը, թոների տակ հացը, սարերի ուրցը ու վերջ, գինին, գորգերը, գրքերը ու նորին մեծությունի երգը, ուր մնացին նրանք։ Այս տողերը առաջին հայացքից կարող են շատ ջերմ հիշողություններ արթնացնել քո մանկությունից, հատկապես եթե դու ծնվել ես Հայաստանի ամենաճգնաղ բնակավայրերից մեկում, օրինակ Տավուշի մարզի որևէ գյուղում։ Ես այս տողերը կարդալով մեջբերում արեցի մի շատ սիրուն գրքից, որոնք իսկապես կպանին սրտին, արթնացնելով իմ ներսում մանկության ամենաջերմ հիշողությունները, ու հատկապես ինչ ինձ գրավեց այս գրքում, դա պապիկի եւ թոռնիկի աննկարագրելի ջերմկապն էր, իսկ այդպիսի հիշողություններ ես նույնպես ունեմ իմ կյանքում, հետեւաբար չի կարող անտարբեր մնալ եւ իմ հետևորդներին խորհուրդ չտալ այս գիրքը։ Այս անգամ ընտրել եմ հայ հեղինակի Արդի արձակը ներկայացնող Վարդիթեր Կիշյանի Սրտի պատառ գիրքը։ Երկու մասից է կազմված, առաջին մասը ներկայացնում է հեղինակի մանկության հիշողությունները անփոփոխ պատմություններ, փոքրիկ պատմություններ, բայց դրանք իրենց փոքրության մեջ այնքան խորություն եւ այնքան պարզություն ունեն միաժամանակ, որ անտարբեր մնալ անհնար է։ Երկրորդ հատվածում գրքի ներկայացված է 1990-ականների Տավուշյան պատերազմական ժամանակաշրջանը ամփոփող մի վիպակ։ Ես գիրքը կարդալու արդյունքում, որը ի դեպ կարդացվում է մի շնչով, նկատեցի մի շատ հետաքրքիր գիծ, որը ցանկացել էր հեղինակը ցույց տալ իմ աչքերով իհարկե եւ իմ տեսանկյունից, դա ոչ միայն Տավուշյան ճգնաղ բնաշխարհն էր, այստեղ ներկայացված է հայի, պարզ մարդու եւ պարզ տեսակի կապը աննկարագրելի ճգնաղ բնության հետ։ Եվ այս ամենը կարդալով դու հասկանում ես այն պարզ ճշմարտությունը եւս մեկ անգամ, որ հայը ուժեղ է, եթե կպած է իր արմատներին։ Գիրքը ներկայացնում եմ ձեզ Սրտի պատառ Վարդիթեր Կիշյան, գիրքը կարող եք ձեռք բերել ի դեպ Էպիգրաֆ գրախանութից եւ կարծում եմ կարող եք նաեւ անձամբ գրել հեղինակին գիրքը ձեռք բերելու նպատակով։